Տիրայր Մուրադյան, Հայկական ժամանակ, պարոն Օհանյան, երկու հարց ունեմ ձեզ, խնդրում եմ ուղիղ պատասխանեք երկու հարցին, եթե կարող եք ավելի կարճ։ Նախ 2005 թվականին, երբ դուք պաշտոնավորում էիք Արցախում, արդյոք ձեր աշխատասենյակում հունիսի 21-ի առավոտյան ծեծել եք Պավլիկ Մանուկյանին, թե ոչ, եթե ծեծել եք, ապա արդյոք թքել եք նրա ջրի բաժակի մեջ, սա մի հարցս։ Պավլիկ Մանուկյանը այդ մասին հայտարարել է նախկինում։ Երկրորդ հարցս հետևյալն է, ինչ միջոցներով եք ձեռք բերել Երևանի Սայաթ Նովապողոտայում գտնվող պիրամիդա շինությունը իր հարակից օբյեկտով եւ ինչ միջոցներով եք ձեռք բերել Վահագնի թաղամասում կառուցված այդ համեստ առանձնատունը, երբ դուք զբաղեցրել եք միայն պետական պաշտոն։ Շնորհակալություն։ Ինչ վերաբերում է Պավլիկ Մանուկյանի հետ կապված միջադեպին։ Տեսեք, գիտեք, անսխալական մարդիկ չեն լինում։ Յուրաքանչյուր մարդու հենց կարողությունների առանձնահատկությունն է կայանում նրանում, որ մարդիկ տարիների ընթացքում կատարելագործում են եւ փորձում են նախկինում թույլ տված սխալները վերացնել։ Պավլիկ Մանուկյանի հայտարարության հետ կապված ես ուզում եմ ասել հետևյալը, որ իրոք իմ աշխատասենյակում միջադեպ եղել է, բաժակի մեջ այսպես թքելու ես նույնիսկ անհարմար եմ զգում, այդպիսի բան չի եղել, միջանձնային հարաբերությունների մեջ եղել են որոշակի սխալներ, որից հետո Պավլիկ Մանուկյանի հետ մենք երկարատև այսպես աշխատանք ենք ունեցել, հարաբերություններ ենք ունեցել եւ մեր հարաբերությունները բավականին բարձր մակարդակի են եղել։ Այնուհետեւ իմ ղեկավարման տարիներին այս կամ այն առիթներով Պավլիկ Մանուկյանի եւ նրա ընկերների հետ ես ունեցել եմ շատ լավ հարաբերություններ եւ նրանց ինչ հարցերով որ դիմել են պաշտպանության նախարարին, ես փորձել եմ աջակցել։ Ես նկատի ունեմ պաշտպանության Հայաստանի Հանրապետության Արցախի պաշտպանության մասնակից մեր մարտական ընկերներին տարբեր հարցերով, սոցիալական հարցերով, աջակցության հարցերում։ Երկրորդ հարցը։ Ուրեմն ուզում եմ ձեզ տեղեկացնել հետևյալը, որ այդ տեղեկությունները, որոնք որ կան այսօր լրատվական դաշտում, իրականությանը չեն համապատասխանում, միայն մեկ ճիշտ բան կա, որ Վահագնի թաղամասում իրոք Վահագն Հովնանյանի կողմից տարիներ առաջ կարծեմ 2008 թվականին ինձ նվիրել է մեկ հողակտոր, որը այլևս իմը չէ։ Ոչ։ Այսօր Վահագնի թաղամասում ես բնակվում եմ Վարձով, այո։ Ոչ։